Հայաստան Դաշինքն իր ծրագրային դրույթների առաջնահերթություններից է համարում անվտանգային համակարգի ներդրումը։ Դաշինքի անդամներն իրենց համահողներին խոստանում են պետական լայնածավալ աջակցությամբ ստեղծել ժամանակակից ռազմաարդյունաբերություն, որը կապահովի մարտավարական անօդաչու թռչող սարքերի ամբողջական տեղական արտադրություն։ Համատեղ ձեռնարկություններ կհիմնվեն միջազգային գործընկերների հետ։ Մենք գիտենք ինչպես վերակառուցել երկիրը։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժ, պրոֆեսիոնալ թիմ և ծրագիր։ Կներդրվի նաև խելացի սահման մոդել, այն ապահովված կլինի սահմանագծի ամբողջ ինժեներական կահավորմամբ և տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով, որը կերաշխավորի սահմանների պաշտպանության բարձր հուսալիություն։ Հունիսի 7-ը հերթական ընտրության օր չէ։ Սա ընտրությունը հետևյալի մասին կկարողանանք նույն պատասխանատվությամբ պահպանել մեր պետականությունը։ Թե թույլ կտանք վերջնականապես քայքայել այն։ Բանակից անօրինական խուսափած անձանց կարգելվի զբաղեցնել բարձր պետական պաշտոններ։ Կիրականացվի հայրենիքի պաշտպաններին և նահատակներին արժևորող պետական քաղաքականություն, բանակը դարձնելով պետության նոր վստահելի դեմքը։ Որպես հավելյալ աջակցություն Դաշինքը խոստանում է զինծառայողների ծնողների եկամտահարկը նվազեցնել 10%-ով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։